Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավելը ընդունելու համար։ Պարոն Աղազարյան, դատախազությունը նորից հիշել է ձեր գործի մասին եւ պարզվում է դուք $200,000 միջնորդության եւ $23,000 կառուցապատման թույլտվության համար կաշառք եք պահանջել։ Բավականին էլ մեծ այսպես խոշոր կաշառակեր եք, հա, պարոն Աղազարյան։ Գիտեք ոնց Ասենք ես իմ գործի հետ կապված, ինչեր ես ապրեցի, ինչեր տեսա եւ իրավաբար համակարգի էությունը շատ ավելի լավ հասկացա։ Հիմա երևի թե բոլոր պետությունները մտածես, որ մենք առանձնահատուկ չենք այդ իմաստով, երբ որ քաղաքական ղեկավարությունը իր ողջ ուժային կառույցը օգտագործում որպես ռեպրեսիվ ապարատ իր հարցերը լուծելու համար։ Հիմա ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Ես չեմ ասում, ես ինչ քաջ հերոս մեկն եմ եւ այլ։ Ես ազգային ժողովի պատգամավոր եմ եւ այդքան ինչ-որ ձևով պաշտպանված եմ։ Ինչ-որ ձևով, որովհետեւ հանրային մարդ եմ, հսկայական աջակցություն ես ստացա ձեր կողմից, լրատվական միջոցների կողմից հսկայական աջակցություն ստացա բանալեցի։ Բայց միած շարքային մեկը, շարքային քաղաքացին, եթե ինքնես հորձանուտի մեջ կխժռեն, բարից բուն իմաստով կխժռեն։ Հետևաբար ես հիմա լուծում եմ մի քանի հարց։ Մեկը իրավապահ համակարգին ասում եմ, որ ձեր կարգին պահեք, երկրորդը ես ինձ պաշտպանում եմ, երրորդը փորձում եմ ընդանել, որ շարքային ասենք քաղաքացիները որոնք այս կամ այն կերպ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը հանցագա կատարել, չէ՞, պետք է իր հետ վերաբերվել օրենքներով։ Ասենք ոչ թե բանա անօրինական ձևերով փորձել ինչ-որ բաների հասնել ճնշումների հասնել խաբել եւ այլ։ Հիմա արդեն դա այսպես կոչված գործողարկվել է դատարան։ Հա, գործողարկվել է դատարան։ Այնտեղ մի շատ այո 19 առաջի դատը։ Դեկտեմբերի 19 առաջի դատն է։ Այնտեղ շատ հետաքրքիր իրավիճակ առաջացել։ Ես պիտի փորձեմ պաշտպանել այդ միասին, հենց այդ առաջի դատարանների ժամանակ այդ իրավիճակը հանել ջրի երես։ Հիմա չեմ ուզում ասեմ մարտավարական նպատակները, որ հակառակորդը դատախազությունը չպատրաստվի այդ հարցի պատասխանը տալուց։ Պարոն Աղազարյան, ինչու այս պահին, այս փուլում նորից այս գործը ճիշտ է ուղարկել են դատարան, բայց էլի հնչեղությամբ ներկայացնում են դրան զուգահեռ դուք կուսակցություն եք ուզում ստեղծել եւ մասնակցել ընտրություններին, կապ կա, ուզում են խանգարել ձեզ, թե այս առումով կապ չեք տեսնում ձեզ։ Չէ, ինչ որ իմաստով կապ կա, տեսեք, ձեր կայքներ կարծեմ որ բաներ արել, տարածել էր մի էպիզոդ, երբ որ ելույթ էր ունենում ազգային ժողովում, փաստորեն եւ իմ ելույթից վարչապետը բավական շատ ներվայնացավ, դա տրամաբանական էր, որովհետեւ այդ մասին մենք իր հետ խոսել ենք նաեւ խմբակցության իստերի ժամանակ 2-3 տարի առաջ եւ այսօր ակնհայտորեն դուրս է գալիս, որ այն գնահատականները, որ ես տալիս էի 3 տարի առաջ, 4 տարի առաջ, ինքը հասկանում է, որ ես ճիշտ էի։ Հիմա ինքը թե բան արել, գիտակցաբար թաքցրել է այն ժամանակ ինչ-որ բաներ, հիմա ջրերս է գալիս, թե այն ժամանակ գիտեր չէր կարողանում դեմն առնել այդ երևույթները, հիմա կանադառնանք երևի խոսքը փախստականների վերադարձի մասին, անկլավների, թե ոնց։ Ձեր ելույթը բավականին մեծ արձագանք ստացավ, Արծվաշեն Տիգրանաշვილը։ Այո, եւ հիմա ինքը բավականին եւ շատ դերդանացավ։ Արձագանքը բարի իմաստով մի քանի օր հետո զանգում են ինձ բանից, մի քանի օր 3-4 օր հետո զանգում են ինձ հակակոռուպցիոն կոմիտեից, պարոն Աղազարյան, պետք է գաք, ինչ-որ հարցեր կա։ Այդ ելույթից հետո։ Հա։ Փոխվում է բանը հսկող դատախազն է, փոխվում է միջապես դատախազական խումբ է ստեղծում երկուքից բաղկացած մեկը լոռու դատախազ, ինչ-որ մոռացել եմ Անտոնյան, իր գլխավորությամբ, եւ դատախազական խումբը գործը բանում հազարում է, որ վերջը բազմեն տան ուղարկեն դատարան արդեն։ Այս հանգամանքը, այն հանգամանքը, որ մեկ տարի առաջ, երբ որ իմ դեմ այս բանը սկսվեց, վարչապետի այսպես կոչված SMS-յան արշավը սկսվեց բոլորի նկատմամբ եւ ես դիմակայեցի, այդ ժամանակ այդ հարցաքննությունների արագությունը եւ խտությունը, հիմա մենք սա վերլուծում ենք, արագի մեջ հարցաքննությունները ինչ-որ նոր գործ բերել եւ այլ, հիմնավորվել է այն փաստը, որ այո, վարչապետը փաստորեն ուզում է իզնով լիքը հարցեր լուծի։ Այսինքն, ինչ հարցեր լուծի։ Նախ թիմին պահի սանձահարված, որ կգցեմ Աղազարյանի օրը, երկրորդը
Փորձում է ինձ այնպեսի վիճակում դնի, որ ես ասենք այսպես կոչված բանանում եմ, լռեմ։ Հիմա ես չեմ ասում, ես շատ մեծ ինչ-որ բան եմ ներկայացնում, վտանգ եմ ներկայացնում, բան եւ այլ, ես չեմ ասում, ես այդքան բան չեմ անում, բայց բոլոր դեպքերում կան մի քանի դրվագներ, որոնք գալիս են ապացուցելու, կարան ապացուցեն, որ մի քիչ անհանգստություն ունի վարչապետի նկատմամբ։ Ձեր խոսքի։ Այո։ Ձեր խոսքը այսինքն ինչ որ ձևով ազդում է նրա եւ տրամադրության եւ ամեն ինչի վրա, որովհետեւ այդ հակադարձումը ձեր ասած քրեական գործով եւ ընդհանրապես թարմացում է ամեն ինչի, խոսում է այն մասին, որ դուք ինչ որ վտանգ եք ներկայացնում իր համար, ինչ որ բան գիտեք, պարոն Աղազարյան, որ կարող է Փաշինյանը այսպես։ Չէ, ինչ որ բաներ որ գիտեմ, ասենք, ես այդ բաները երբեք չեք էլ ասի։ Չեմ էլ ասի։ Բաներ կա որ ես գիտեմ, որոնք երբեք որևէ պարագայում չեմ ասի, բայց ուրիշ է բանը, ինձ թվում է, թե ինքը մարդկանորեն ափերից դուրս է գալիս, որովհետև փաստորեն ոնց կարող է պատահել, ես 4 տարի առաջ, ասենք, կանխատեսեի այսօրը, մասնավորապես, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, յուրաքանչյուր խմբակցության հետ հանդիպման ժամանակ, երբ որ բանակցային ինչ-որ բաներ են լինում, գործընթաց են լինում, ես հարց եմ տվել, արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվում է փախստականների վերադարձի հարցը։ Եվ ինչ էին ասում ձեզ։ Ոչ չի քննարկվում, եւ Արարատ Միրզոյանը եւ վարչապետը ասում են ոչ չի քննարկվում։ Արդյոք ամեն անգամ չեմ գալարել։ Ամեն անգամ հարցրել եմ, որովհետեւ 88 թվականից դա իմ կյանքի ոչ միայն իմ նման հազարավորների կյանքի պայքարի այդպես կոչված էպիզոդներից մեկն է եղել։ Հիմա եւ հետո նույնիսկ մի անգամ մեծ բերեցի իր գրքից մի հատված խմբակցության նիստի ժամանակ երկրի հակառակ կողմը գրքից մի հատված ինքը գիրքը գրել է կարծեմ 2008 թվականին եւ հատվածը հետեւյալն էր Արցախյան շարժման կարևորագույն ձեռքբերումներից մեկը այն է որ Հայաստանը առանց մեկ կրակոցի ազատվեց ադրբեջանցիների ներկայությունից Դժվար է պատկերացնել, թե այսօր մենք ինչ վիճակում կլինեինք, եթե այդ հարցը լուծված չլիներ։ Ու հիմա ինքը լրիվ հակառակ բանն է ասում, եւ Բեռլինում էլ դերեց ամփոփեց, ամեն ինչ դերեց բան։ Բայց այնտեղ ասում է Ադրբեջանին առաջարկ է անում, ասում է դուք մոռացեք արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձ, մենք էլ մոռանում ենք արցախցիների վերադարձը, Արցախի խնդիրը։ Եվ ինչ տեղ ունեցավ, փաստորեն այդ հարցը բերվեց օրակարգ։ Ասենք այդ խնդիրը վարչապետի մակարդակով բերվեց օրակարգ, այսինքն փաստորեն ադրբեջանցիների վերադարձի հարցը կա, ճիշտ եմ հասկանում, թե ճիշտ եմ հասկանում վարչապետի ձևակերպումից։ Հիմա թողնենք մի կողմ Արցախը եւ այլ, այդ հարցը կա, չէ՞։ Ադրբեջանցիների վերադարձի հարցը այսօր օրակարգում է։ Ինքը բերեց օրակարգ։ Հետևաբար ինքը տարիների ընթացքում ստել է, որ այդ հարցը չկա օրակարգում։ Թե այն կոմպետենտության աստիճանը չի ունեցել, որ հասկանալ, թե վաղը չեմ ուսումնարել այդ հարցը օրակարգում, որ դեմը առնի։ Չէ՞ որ դա իրակապես ես կարող չափազանցնեմ, ես դա շատ վատ եմ գնահատում։ Դա բանը քաղաքականությունը Ադրբեջանի Թուրքիայի կողմից էքսպանսիոն, այսպես կոչված հարձակման քաղաքականություն է, որպեսզի բանը գրավեն երկիրը կամաց, որտեղ մեկ կետանք իրանք շատանան, խաղաղությունը կլինի, պատերազմ չի լինի, ոչ մի զինվոր չի զոհվի, բայց Հայաստանը որպես պետություն վերանա, որովհետև Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը դու չպիտի դա եւ ես հասկանում եմ իրանց եւ Թուրքիան եմ հասկանում եւ Ադրբեջանն եմ հասկանում օրինակ իմ Էրդողանը երբ որ բանանում ասում է որ հա կամ Ադրբեջանը Ալիևն ասում է մենք վախենում ենք հայ ժողովրդից մենք վախենում ենք մի օր կան իրանք մեզ կկոտորենք որտեղ այդպես ավելի լավ չի մենք այսօր իրաց կոտորենք ասենք իրանք ուզում են հայոց պետականությունը վերացնեն ստեղծել հայ-ադրբեջանական այսպես կոչված պետականություն եւ խաղաղ երկու եղբայրական ժողովուրդները խաղաղ իրար հետ ապրեն։ Ինչ վատ բան են ասում այդ մարդիկ։ Որևէ վատ բան չեն ասում։ Մարդկային քաղցր, ջերմ բան են ասում։ Այն որ վիշապը բանանում, կլանում բանանում, ասեք, այդ են ասում։ Եվ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ գնում է այդ ճանապարհով։ Հետևաբար իմ հոգուց ճիճը ելույթը խորհրդարանում որ ես ունեցա, որ ինքը ներվային շարժումներ էր կատարում, որ ես ասում էի, անկլավների հարցը պետք է վերանա այս կռիվը։ Եթե մենք չենք կարողանում փոխանակում կատարել ասես, սահմանադրություն, հանրակրվե, մանրակրվե, թողնենք մի կողմ հասկացանք այդ կամարետական հիմար չենք, զալա են տանում արդեն։
եթե չենք կարողանում Արտվաշենը փոխանակենք Տիգրանաշենի հետ պայմանական ասած, ապա մենք պիտի Արտվաշեն չեր հրաժարվենք, որպես բողոք, որպես ճիչ քաղաքակրթությանը, որ այս մարդիկ Թուրքիան եւ Ադրբեջանը ուրիշ նպատակ են հետապնդում, եթե են խաղաղության են ուզում Տիգրանաշենը փոքրիկ իրանց ինչին է պետք, եթե խաղաղության են ձգտում փոքրիկ Տիգրանաշենը իրանց ինչին է պետք, մենակ մեկ նպատակով, ռազմավարական նպատակով, հետևաբար դու պիտի հասկացնես, որ իրանք խաղաղության իրանց մոդելը մեր համար ընդունելի չի, դա հայոց պետականության վերացումն է, հետևաբար ախպեր Արտվաշենցին ենք մենք հրաժարվում ու վերջ, մենք այդ բարև բարլուս չունենք մի 20-30 տարի մինչև տենենք կարանք իսկապես նորմալ հարևանություն ստեղծենք, հարաբերությունները լավացնենք, որպես հարևան պետություններ զարգանանք, բարեկամանանք եւ այլն։ Իրանք ասում են դա մեր սուվերեն տարածքի մի մասն է, մենք ոնց կարող ենք հրաժարվել դրանից։ Հանակվեով։ Եթե քաղաքական որոշում կայացում, հանակվեով այդքան բանը մենք ենք հասկանում։ Այնպես չի որ մենակ Իրաք են կարծում համանadrություն։ Այդքան բանը մենք ենք հասկանում։ Դա երեսպաշտություն է։ Ինձ էլ ասաց ինքը խմբակցության իշխի ժամանակ դուք ինձ մղում եք հանցագործության պարոն Աղազարյան։ Իրանց որ հրաժարվում Արտվաշենը դա հանցագործություն է։ Այ բալամ հասկացանք։ Հանակվեզ դնում ասես դարեցնում էսի փոխանակում ենք։ Էսի ստեր, էսի Իրաք էլ հանակվեն դնում փոխանակում ենք այդ բաները, որպեսզի խաղաղություն լինի, հակառակը խաղաղություն չի։ Բայց Ադրբեջանը կհամաձայնվի, պարոն Աղազարյան, Ադրբեջանը արդյոք կգնա այդ քայլին։ Իհարկե չի գնա։ Եվ դրանով դու պիտի ավարտես այդ բանը։ Ադրբեջանի արդեն հարաբերությունները այդ իմաստով խաղաղություն, այո, ամեն ինչ, ոչ մի բան։ Մենք մեր ռազմական պոտենցիալը ուժեղացնում ենք միայն պաշտպանական նպատակներով անում ենք պիտի ուժեղանաս, որպեսզի Ադրբեջանը դժվար լինի ագրեսիայով հարցեր լուծի։ Այո, բայց դա պիտի ավարտվի, թե չէ։ Բայց պիտի հիմա խալ Բայց ուզում Ադրբեջանը ավարտի, ամբողջ խնդիրը դա է, հա մենք շատ ենք ուզում, մենք էս էլ կտանք, այն էլ կտանք, բայց Ադրբեջանը կկանգնի։ Դե Ադրբեջանը չի ուզում ավարտվի, հենց դա։ Ադրբեջանը չի ուզում ավարտվի, որովհետև իրան ինքը հիմա շատ խելոք քաղաքականություն է իրականացնում։ Բա դուք պատկերացնեք, բաները փոխանակելուց հետո, ասենք, անկլավների հարցը լուծելուց հետո Ադրբեջանը ասեն ավելի ուժեղ, ոչ թե հիմա կամաց թափահավաքում, բացասում է փախստականների վերադարձի հարցը։ Եվ նստած են, ասենք, Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Մերցը, նորորյա դավաճան բանը, ինչը, Ֆրանսիայի անունը ինչ է, Մակրոնը եւ արդեն հին Ֆրանսիայի Մակրոնը, դավաճանը, որ խաբեցին Ալիևին եւ հայոց պետությանը խաբեցին, Արցախի հարցում նստած են եւ Ալիևն ասում է, լսեք, տղերք, այս մարդը вообще բան արել։ Խառնել է իրար։ Ասում թող փաստականները վերադառնան, բանանենք, ապրենք միասին, հաշվի ասում չէ։ Ոնց ասելու չէ Մերցին, ոնց ասելու չէ Մակրոնի փաստականների վերջ։ Աշելը կկլորանա, այդ չանշեք ոչ թե մարդիկ իրար բնորոշ տոկալով, բայց խաղաղություն եք ստեղծում, ինչ խնդիրներ ունեք։ Ոնց է մերժելու։ Չի կարելի մերժի։ Ստիպված գնալու է այդ քայլին։ Հետո ասում ես էլ իմ ասած այսքանով կարողացա բանանեմ։ Եվ հիմա այստեղ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը իշխող քաղաքական ուժը եւ ընդդիմության մի մեծ հատված դաշնակցության գլխավորությամբ, ես էսի առաջին անգամ դաշնակցությանը ես լուրջ քննադատելու եմ, դաշնակցության գլխավորությամբ գնում են հայոց պետականության վերացմանը։ Ինչու դաշնակցություն է։ Որովհետև դաշնակցությունը ասում է, որ Արցախի հարցը չի փակվել։ Այսօր այն քաղաքական ուժը, իմ համեստ կարծիքով, այն քաղաքական ուժը, այն քաղաքական գործիչը, ով ասում Արցախի հարցը չի փակվել, ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության 26 թվականի վերարտադրության ջրաղացին։ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, մենք երկենք Արցախ, ինքը արևմտյան Ադրբեջան կստեղծի։ Այսինքն կարծում եք, որ Արցախի հարցը պետք է մեկընդմիշտ փակել։ Քաղաքական գործիչները եւ քաղաքական ուժերը չպետք է այդ հարցը բարձրացնեն։ Այդ հարցը պետք է բարձրացնի եկեղեցին, որ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը պատերազմում եկեղեցուտեմ, այդ հարցը պետք է բարձրացնեն տերերն են հասարակական կազմակերպությունները, այդ հարցը պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը։ Քաղաքական ուժ պետությունը Դե բարձրացում Արցախի ժողովուրդը մի ներկայացություն ունեին, դա էլ են ուզում խլեն ձեռքներից։ Չպիտի խանգարի, այդ պետությունը չպիտի խանգարի։ Մարդու իրավունքներ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, Ալիևը այնտեղից ասում է, դուք ուզում եք խաղաղություն, բայց ձեր մոտ արցախցիները Արցախի վերադարձի Արցախի մասին է խոսում։ Դա ինչ անը, բռնեմ կոտորեմ այդ ժողովրդին։
Թե չեն բռնագաղթվել։ Ես որպես պետություն խնդիր չունեմ։ Ես ճանաչում եմ քո տարածքային ամբողջականությունը։ Իմ ժողովուրդն է, որոնք պայքարում են իրանց մարդու իրավունքների համար։ Պետական, տեսեք, պետականորեն, ասենք որ Նիկոլ Փաշինյանը մեկ Արցախի հարցը համար մեկ ասել փակված Արցախի հարցը, չէ՞ մի քանի ամիս առաջ, ես ես համաձայն էի։ Իսկ հիմա ասում արիբատ քննարկենք էլի Արցախի ժողովուրդ, մեկ էսյանից բանան են գանտանք, դու արևմտյան Ադրբեջանից ջանտուր։ Մեկ ասին Նիկոլ ջան, արևմտյան Ադրբեջանը ֆեյք գաղափար է, պարոն Աղազյան, ոնց կարելի արևմտյան Ադրբեջանը ֆեյք գաղափարը դիտարկել Արցախահայերի վերադարձի համատեքստում։ Դրանք իրար նախ զուգահեռ չպիտի լինեն, դրանք տարբեր հարցեր են։ Դրանք տարբեր հարցեր են։ Այդ փախստականների հարցը զուգահեռ կարելի է դիտարկել 90-ականների ժամանակ, երբ որ Սումգայիթից, Բաքվից, Դաշկիստան, սաղ տեղերից հայերը որ արտագաղթեցին, բռնագաղթվեցին այս կողմ, եւ այստեղից տեղերից մոտավորապես նույն գործընթաց ընդ որում մեր դեպքում բոլորը ստացել են իրենց բաները, փոխհատուցում են ստացել, ոչ մի բռնություն չի եղել ըստ էության, մարդավարի ճանապարհ, ես էլ եմ եղել Արարատի շրջանում, ասենք օրինակ մեր շրջանում մենք ճանապարհել ենք Խալիսա գյուղից եւ այլ ադրբեջանցիների մի հատ, կարծում եմ այդ ամբողջ ընթացքում մի հատ զոհ եղել, երևի բանը իֆակ ստացած բաներ, տարուց մարդը։ Հա, գնացել են։ Իրենց տունը վաճառել գնացել են։ Դրանք կարելի է զուգահեռ դնել այդ հարցության հետ։ Եվ այդ այո, բռնությամբ այնտեղից դուրս մղված արցախցիները ըստ Փաշինյանին նույնն են ինչ այստեղ հանգիստ ճանապարհել դրած ադրբեջանցիները։ Հա, հիմա Արցախի հարցը, լրիվ ուրիշ հարց է, որ ասենք Նիկոլ Փաշինյանին խաբեց, նորից եմ ասում Դավաճան Մակրոնը, եւ այլ մերձնա խաբում որ ստեղծի արևմտյան Ադրբեջան, խաբեցին, որ ճանաչեք տարածքային ամբողջականությունը, մենք հենց կանենք, որ կօգնենք, որպեսզի ժողովուրդը ինքնորոշվի եւ բարդ ինքնորոշման, ասենք բան ունենա Ադրբեջանի կազմի մեջ ենթադրենք։ Բայց խաբեցին չեղավ, չէ՞ այդ ամեն ինչը։ Հիմա մենք այդտեղ որպես պետություն, որպես բան խափնեցինք ըստ էության, բայց հետո պետք է դասեր քաղենք, թե չէ գոնե։ Հիմա ասում եք քաղաքական ուժերը չպետք է Արցախի հարցը բարձրացնեն։ Ինչով գնան, ինչ օրակարգով գնան ընտրություններին։ Ընտրություններին գնան հետևել օրակարգով։ Խաղաղություն, Տրամպի ուղի, որտեղ Տրամպի ուղին մի դեպքում կարող դառնա մեր համար պետականության վերջի սկիզբ, մի դեպքում մեր համար կարող դառնա չինական պարիսպ։ Ու գնալ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Այսինքն առաջին կարևորագույն հարցը, որ պիտի լուծվի, ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է լծվեն Նիկոլ Փաշինյանին քաղաքական ասպարեզից հեռացնեն։ Այս մարդը ամեն օր, ամեն ժամ սխալը թույլ է տալիս սխալի հետևից։ Վառ օրինակ նորից եմ կրկնում։ Հիմա չասեք թե բանը իմ նկատմամբ դատական պրոցեսներ կա, ես բան եմ շատ եմ էլի ծակասում։ Նախ դատական պրոցեսների հետ կապված կներեք, կարելի է երկու բան ասել։ Իհարկե։ Ես տեսեք չեմ ասում, այդ ոչխարերի պատմությունը ես ասեմ ներկայացնեմ թե ոնց է եղել, մի հատ ուրիշ գործով քննություն է գնացել եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվել այդ գործով, որտեղ լսել են երկու հոգու խոսակցություն, ովքեր իրար հետ պայմանավորվել են, որ Հովիկ Աղազյանին կաշառք կառաջարկենք, այդ բանը մեզ համար կօգնի։ Ես չեմ ասում, էսի սարկած է։ Իրավապահները դա ճշտելու բան ունեին, պարտավոր էին ճշտել։ Բայց ինձ որպես վկա հարցաքննեցի եւ այլ մնաց այդ քնեց մի առժամանակ ձեն չանվեց։ Հետո Էմիս պատմությունը 23000 այսպես կոչված դոլարի կաշառքի պատմությունը այդ գործով ես ինքս մի որոշ ժամանակ առաջ դատախազի մտնելուց մի տարի առաջ Հայկ Նազարյան անունով մի երիտասարդ կա ով ում դիմել էին իբրև թե այդ գոհարը այդ արամը որպեսզի փողերը ինձանից հետ ստանան տան բանին արամին Facebook-ում գրվեց, հեսա 4 օր ժամանակ, 3 օր ժամանակ, բաման եկում, ես գնացի ԱԱՑ-ը, ասեցի, որ սենց բան կա, բանը, խնդրում եմ բանը, հետևեք։ ԱԱՑ-ն մի քանի օր հետո ասեց, որ բանը, շատ խնդրահարույց մարդը հարամակրչանը, պարոն Աղազյան, ավելի լավ դուք դիմեք իրավապահ մարմիններին, ոստիկանություն, դուք օրինական քննություն գնա։ Ես դիմեցի ոստիկանություն, դիմեցի քննչականը մի երկու շաբաթ ուսումնասիրեց եւ ասեց ստե քննելու բան չկա։ Դրանից մի տարի հետո
նորից այդ Հայկ Նազարյանը ինչ-որ պատմության մեջ է հայտնվում և ինչ-որ հրաշքով իր հեռախոսը հայտնվում է իր մարմինների մոտ քննչական կոմիտեում և քննչական կոմիտեում դեմեն վայ Արամ Մկրտչյանը ասում է Հայկին, որ ինքը կաշակ-մաշակ է տվել Հովիկ Աղազարյանին։ Դե ինչ անենք, չարուցենք, դա արդեն համընկնում է այն ժամանակին, երբ որ վարչապետի մեջ պատերազմն էր։ Դա է համընկնում։ Եվ այն գործը, որ ես ինքս մի տարի առաջ դիմել էի, շուռա գալիս ձեր վրա։ Հա, հիմա բերում են որպես բան ներկայացնում։ Իհարկե, այստեղ մի հատ գեղեցիկ հավելումով։ Ամեն ինչի զատ նաև գրված էր, որ Արամ Մկրտչյանը Հայկի ասելով Արամ Մկրտչյանը Հայկին ասել է, որ Արամ Մկրտչյանը իմ խնդրանքով $8,000 ընդհանուր արժողությամբ մատանի և հեռախոս է նվիրել իմ ընկերուհուն, $8,000։ Հետո պարզվել է, որ հեռախոսը 60,000 է, հետևաբար $8,000-ից հանեց 60,000 դրամ, դա նորից $8,000 է։ Այսինքն Արամ Մկրտչյանը ըստ էության $8,000 մատանի է նվիրել իմ ընկերուհուն, իմ խնդրանքով։ Այդ էլ ավելացրեցին, պատգամավորները կարդացին, միջնորդությունը դատախազի, ասին, այսի պիտի պարզվի և կողմ քվեարկեցին Անձրմեխելին զրկելու և համաձայն է, բնականաբար դա պիտի պարզվի, որևէ մեկից ոչ նեղացել եմ, ոչ էլ բան, այդ բանը դատախազը այդպիսի բան է հնչեցնում։ Հետո նախաքննության ընթացքում Արամը ասում է, որ ոչ $8,000 չի, $800 է, ու չեմ նվիրել ես Հովիկ Աղազարյանի ընկերուհուն, առել եմ տվել եմ Հովիկ Աղազարյանին, որպեսզի Հովիկ Աղազարյանը նվիրի իր ընկերուհուն։ Կարծես թե ես չի կարասի Արամ ջան $800 տուր, ես իմ ընկերուհու հետ կերթամ, իր ճաշակում այդ մատանի կգրեմ։ Ինքը առել է տվել է ինձ, որ ես բանա նվիրեմ իմ ընկերուհուն։ Մենակ էդ էր ավելացել։ Էդ էլ դարավ աթել ոչ թե 8,000, դարավ 800, էդ էլ ասում բնականաբար։ Հիմա տեսեք, Հայկին օգտագործեցին Նազարյան, բերեցին այդ գործն էլ վարչապետի հայտնի ելույթից հետո ազգային ժողովում իրար հարմարացրեցին ու եկավ դատախազը մտավ խորհրդարան ադենոքրի զրկելու և արդեն գնաց քննությունը։ Մենք հիմա լավ պատրաստված ենք, հիմա դատը կսկսի ամսի 19-ին և մենք լիք հասնելու բաներ ունենք այդ ուղղությամբ, շատ չմանրամասնեմ։ Ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, ես այդ ոչխարների գործը փաստորեն հիմք ուներ, որ պետք է իրավապահ մարմինները ճշտ էին, բայց հետո, երբ որ այդ կռիվ դավին եղավ, այդ ամբողջը վերցվեց, ամրացվեց, որպեսզի զենք իմ դեմ օգտագործի։ Այդուհանդերձ, հիմա ես ինչ-որ ասում եմ, չեմ ասում նրա համար, որ ես պաշտպանվեմ, իբրև թե ես այդքան խելոք բաներ եմ ասում, վարչապետը ջղայնացած է, բանու գործը թողած մենակ իմ մասին ու Արցախի մասին է մտածում, կամ ես գիտեմ ինչի մասին է մտածում, պետական ինչ-որ կարևոր հարց, և ես ասենք բան եմ անում, մի հոգի հարցազրույց էր տվել, անունը մոռացա, ասում էր բանը, եկեղեցու դեմ պայքարը դա Հովիկ Աղազարյան երկու օպերացիան է, սերիան է, էլի, որ Աղազարյանը փաստորեն միակն էր, որ բանալեց մերժեց վարչապետի բանը, հիմա էլ եկեղեցի փաստորեն բարձր հոգևորականները իրանք էլ են մնում իրաց դիրքերի վրա չեն տրվում շանտաժին, այսպես կոչված։ Ուզում ասեմ, ես այս ամեն ինչը ասում եմ ոչ թե նրա համար, որ լրացուցիչ իմ համար պաշտպանական բան ստեղծեմ, այլ ուղղակի ուզում ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը իրականում սխալը հետևից է թույլ տալիս, կարելի է անդադ թվարկել։ Եվ հիմա վերջի կատաստրոֆիկ սխալը եղավ դա Բեռլինում այդ հայտարարությունը, եկեք լսենք Արցախի հարցը, դարձ զուգահեռ դարձ բանի հետ կապված։ Այստեղից եմ ես ասում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ մասնավորապես դաշնակցությունը իրավունք չունեն այդպիսի բան ասել ու ջուր լսեն իր ջրաղացին, որով ասում Արցախ պատերազմ է ուզում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, պարոն Աղազարյան, դուք ասում եք, որ պետք չէ թեման հիմա նախընտրական շրջանում առաջ բերել, որովհետև դա կաշխատի ընդդիմադիրների դեմ եւ չեն կարողանալու Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ոչ թե գաղափարին եք դեմ, այլ մարտավարությանը, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, բայց դա պիտի բան լինի, դա պետք է այնքան անկեղծ լինի, որ նույնիսկ Ալիևը հավատա։ Ինչու՞, որովհետև նույն դաշնակցությունը մենք պետք է հասկանանք, որ Արցախի հարցը այն ժամանակ, երբ որ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, ինչպիսի մեծ պատիվ, իրականում մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը այն ժամանակ, որպեսզի փոխի Ռուսաստանից հետո կուլ տալու համար։ Այն ժամանակ ուժը չպատեց կուլ տալ, ստեղծեց նախադրյալներ, որ հիմա կուլ տա։ Եվ հիմա մեր մեծ հայրենիքն է գիքսից ստեղա։ Սերունդների պայքարի արդյունքում միլիոնավոր զոհերի ու ցավալի կորուստների գնով մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել ենք պետություն, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ յուրաքանչյուրս պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ հանուն մեր պետականության կայացման, բարգավաճման ու հզորացման։
Այսինքն մենք մեզ հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետականություն։ Այդ դա բոլորիս ներդրումն է։ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ ասենք թե դաշնակցության այն ժամանակվա պայքարի, այն ժամանակվա կոմունիստների պայքարի, չգիտեմ հնչակների պայքարի արդյունքում այս տարածաշրջանում մենք փաստորեն ստեղծել ենք, պետությունը ստեղծել ենք այս պետությունը եւ պիտի որոշ բաների հետ հաշտվենք, ասենք պիտի մի փոքր կորցնես, որ կարողանաս պահես հիմնականը։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, ես ոչ թե ասում եմ թող դաշնակցությունը խափյացի, վсё։ Մենք բան Արցախի հարցը մեր համար չի եւ մենք բան այնքան խափենք ասենք հեսա Նիկոլին հերացնենք իշխանությունից, բան ժողովուրդը դա չի ընդունի։ Ժողովուրդը դա չի ընկալի։ 2010 թվականից սկսած հայկական յուրաքանչյուր ընտանիքում խոհանոցում մարդու կնիկ խոսալուց հաց ուտելուց թեյ խմելուց ասել են «Տո Ղարաբաղների հերն էլ անիծած»։ Այդ բանը ստեղծվել է օլիգարխիկ, քրեաօլիգարխիկ իշխանության եւ Արցախում եւ ստեղ այդ բանը ստեղծվել է ցավոք սրտի, այդ բանը եղել է հայաստանցի, արցախցի հակամարտությունը ստեղծվել է եւ Նիկոլ Փաշինյանը դա շատ ճիշտ ձևով մանիպուլացրեց իր իշխանությունը պահելու համար, ինքը գիտի որ ժողովրդի մեծ մասը տեսակետին է։ Դե հիմա ինքը շարունակում ասում է կընտրեք Աղազարյան Հովիկին, պատերազմ կլինի դաշնակցությանը, կընտրեք Ռոբերտ Քոչարյանին, կլինի պատերազմ։ Այն դեպքում որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ պատերազմ չկար, իսկ իր ժամանակ մի քանի պատերազմ եղավ։ Ինքը դա օգտագործում է, հետեւաբար մենք որպեսզի մենք այս պետությանը չվնասենք, մենք պիտի այդ նարատիվով առաջ չգանք։ Եվ պետք է Նիկոլին հերացնենք իշխանությունից։ Հիմա հերացնելու հետ կապված Հիմա հերացնելու հետ կապված քաղաքական ուժերը արդեն այս փուլում համագումարներ են անում, հայտարարում են ընտրությունների մասնակցության մասին։ Վերջի մի քանի օրերին Էդմոն Մարուքյանը ՀԱԿ կուսակցությունը հայտարարեց, որ մասնակցելու են ընտրություններին։ Ձեր կարծիքով որ ձևաչափով հնարավոր կլինի Փաշինյանին հերացնել, որովհետև վերջին սոցհարցումները ցածր, բայց ելի առաջատարը իշխանական կուսակցությունն է։ Ձևաչափը այն ինչ որ եղավ 96 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի ժամանակ, երբ որ մենք ժամանակ դաշնակցության գերագույն մարմնի նախագահն էի, ասում ենք, երբ որ դաշնակցությունը ասեց, որ ինքը տեխնատու չունի, բայց պատրաստ է մասնակցելու ցանկացած միավորման, որը կնպաստի Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից հեռացնելու համար։ Եվ այդ ամեն ինչի արդյունքում ձևի գիգանտներ այս ժամանակ հիմա են գիգանտներ հարց չկա, Պարու Հարիկյանը, Արամ Սարգսյանը, Էմիս Արամ Սարգսյանը, նորմալ, Արամ Սարգսյանը, Լեսեր Աղալովյան, էլի որոշներ հանեցին իրենց տեխնատությունը եւ միավորվեցին մի գաղափարի շուրջ, Վազգեն Մանուկյան տեխնատուի շուրջ, որը ներկայացավ այդ բանը միավորումը ներկայացավ ժողովրդին, ասենք ընտրությունից մի 20 օր առաջ, բարես բռի իմաստով, ներկայացավ ժողովրդին, որ մենք այս նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանի հրացնենք իշխանությունից, որովհետեւ արդեն բաներ անում, համահանում է։ Մի տարի, թե երկու տարի իշխանություն եք ձևավորում, հետո նոր ասենք քաղաքական ուժերը թող այդ նոր դաշտում իրենք դրսևորվեն։ Եվ այդ ժամանակ այդ հաջողությունը եղավ շնորհիվ Պարուհ Հարիկյանի պահվածքի, շնորհիվ Արամ Սարգսյանի, Արամ Գասպարի Սարգսյանի պահվածքի եւ դաշնակցության շարքերի, ասենք միասնական, այսպես կոչված աշխատանքի։ Դրա նման մի հատ բան պիտի արվի, ժողովրդին գաղափար տրվի։ Եթե ես այսօր եթե միանամ Ռոբերտ Քոչարյանին, եթե իհարկե իրանք պատրաստ լինեն, այսպես կոչված ինձ ընդունեն իրաց 77-րդ համարը, եթե ես միանամ պայքարին, դա վնաս է այն նպատակին, որ Նիկոլ Փաշինյանը հեռացնեց իշխանությունից, որովհետև ասում Աղազարյան Հովիկը նոր ուրիշ բաներ ասում, այսօր եկել է ինչ է ասում։ Գնաց ասել նախնիներ, ասել Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի եղել երբեք, Սերժ Սարգսյանը նախագահ չի եղել երբեք, բայց հարգել է իրաց որպես անհատականություններ այս կոմենկով, հիմա գնաց միացան, որ դա եղավ ինչ, ապրիլ ջան։ Նույնիսկ ես միանամ Սերժ Սարգսյանի թիմին նույնն ալնելու։ Ես իմ օրինակով եմ բերում, ոչ թե ես կարևորում եմ։ Հետևաբար անընկալելի կլինի։ Բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքվի մի հատ Մասիկ դաշինքը, որը կա, Սերժ Սարգսյանի շուրջ հավաքվի մի հատ դաշինք, որը կա, մի հատ ուրիշ դաշինք, որը կա, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, մի հատ ուրիշ դաշինք, որը ասենք Էդմոն Մարուքյանի շուրջ, եւ ասենք դա այստեղ ես միտեղ հայտնվել։ Խոշորացված ճակատներ։ Խոշորացված դաշինքներ։ Դաշինքներ, այո։ Եվ այդ եւ Սամվել Կարապետյան, մեծ ձևով շարժումը։ Ընդ որում Սամվել Կարապետյանի մեծ ձևով շարժումը պետք է լինի մեջտեղում, այդ ճակատի մեջտեղում առանցքը պետք է լինի, որովհետեւ բոլոր դեպքերում հասարակական անկալմատեսակյունից ասում այմես մեծ բանը բարձր է։ Ամենաբարձրն է։ Թող լինի մեջտեղում, ձախ մասում լինի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այսպես կոչված դաշինքները,
Աչ մասում է լինի Լևոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուկյան, Դոգ դաշինքները թող լինեն աչ մասում։ Եվ ասեն, սիրելի ժողովուրդ, մենք այս ճակատով մի հարց ենք ուզում լուծենք։ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից։ Ինքը կորցրել է ռեալության զգացողությունը, ինքը որպես մարդ սպառվել է, որպես քաղաքական գործիչ սպառվել է, մարդ այդքան դժվարագույն պայմաններում ղեկավարել է երկիրը 8 տարի ֆիզիկական, հոգեկան էներգիան արդեն սպառել է այդ մարդը։ Դնենք մի կողմ իրան, քաղաքական դաշտը մաքրենք այսպես կոչված նիկոլիզմից, հետո մենք արդեն, որ իրար հետ տարբեր տեսակետներ ունենք շատ հարցերի շուրջ, ներկայանանք եւ ասենք, որ բանը, եւ ասենք, որ ժողովրդին ներկայանանք մեր ծրագրերով, մի տարի այդքանով մի տարի ձևավորենք իշխանություն, մի տարուց հետո նոր ընտրություններ եւ մենք բոլորս իրար դեմ դուրս գանք մեր քաղաքական ծրագրերով։ Հավասար հնարավորություններով, այո։ Եվ այդ ճակատի բոլոր անդամները ասեն, սիրելի Ռուզաննա, մի նստի տան ընտրությունների ժամանակ, արի եւ ընտրի այսքանից, այս ճակատի այսքանից որևէ մեկը քո համար ընդունելի չի, ում ուզում ես ընտրի, բայց ստեղից ընտրի, այնյանից մի ընտրի։ Գգա մի պահ, որ Նիկոլ Փաշինյանը կտեսնի, որ Սամվել Կարապետյանի ուժը լավ թափ է հավաքում։ Ինքը հաստատ Մոլդովիա ծրագիրն է իրականացնելու եւ դուրս հանելու քվեարկությունից մի քանի օր Սամվել Կարապետյանին։ Իսկ Սամվել Կարապետյանի ուժը, մեր ձևով ուժը, այդ դեպքում ինքը կասի, սիրելի իմ համակիրներ, պետք է ինձ ձայն տայիք, ձայն տվեց ճակատի մյուս անդամներին։ Մյուս անդամներին ձեզ ձայնը տվեք, որ այդ ձայները չկորեն, չփոշիանան։ Բայց եւ եթե դու իրանց դուրս հանի քաղաքական ասպարեզից այդ պահին, ընտրություններից դուրս հանի, իրանք քաղաքական ասպարեզից դուրս չեն գալիս։ Այն ուժը, որ ճակատով մտնում է խորհրդարան, միասնական է եւ իրանք էլ մեջն են, падգամավոր կարող չունենան, բայց այդ որոշումների կայացնելու բանի իմաստով քարշող ուժի մի տարի իշխանություն ձևավորելու կարելի է ուրիշ տարբերակ գտնել իհարկե, բայց մի տարի իշխանություն ձևավորելու բանը իրանք լինում են։ Այս դեպքում արդեն բանը սես պիտի լինի, ընդ որում ճակատի բոլոր ուժերը պիտի ասեն, որ բանը մենք տեր ենք մինչև հիմա ընդունված պետության կողմից ընդունված բոլոր համաձայնագրերի բոլոր որոշումների բանը։ Դա պիտի հայտարարվի։ 1. Երկրորդ օրինակը պիտի հայտարարվի, որ մի տարվա ընթացքում որևէ քաղաքական իսկ նշույլի ձերբակալություն չպիտի տեղի ունենա օրինակի համար, որ մի տարին հանրային համերաշխություն ստեղծի։ Դա միակ ձևը դա է, Բոլոր մյուս դեպքերում Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության, ես հայտնվելու եմ բանտում, ոչինչ, կհայտնվենք, մի քանի տարի կնստենք, եւ Հայաստանը բանանելու, կորտանվելու։ Եվ քանի որ դեռևս ձեր կուսակցությունը գրանցված չի, ուզում եմ հասկանամ, դուք ամեն դեպքում ընտրություններին որևէ ձևաչափով, որևէ ձևով մասնակցելու եք։ Շնորհակալություն։ Մեր քարը ծանր է, պարոն Ասլանյանի իմ քարը ծանր է։ Մենք ոնց խցում բռնում ենք, ոնց ֆորում ենք, ինչ ասում ենք, ինչ չենք ասում, մեզ համարում են Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերի հետ մենք պատրաստ չենք միանալու, ես չեմ ասում իրանք մեզ բանանում։ Ընդունում եմ դուք չեք գնում։ Գժվում են մեր համար, մենք էլ չենք բանանում, էլի, այդ չեմ ասում, բոլորովին։ Ասենք, մենք պատրաստ չենք, որովհետև մենք համարում ենք Ասլանյանի հետ միասին, որ մենք ենք, որ հեղափոխական արժի համակարգը կրել ենք եւ կրում ենք, կպնա հեռացել շեղվել արժի համակարգից եւ դեպի չենք կարող միանալ։ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժմանը նույնպես մենք չենք կարող մեզ գցենք ընդե, որովհետեւ էլի հենց այդ ընկալումը կա շատերի մոտ, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք եւ հետեւաբար որևէ լուրջ ուժի միանալու հավանականությունը շատ ցածր է։ Մենք ինքներս պատրաստ ենք, որ ասեցի Սամվել Կարապետյան, Ձախը Ռոբերտ Սերժ, մենք պատրաստ ենք աճ ուժերի ցանկացած մեկի հետ, եթե իրանք մեր համարեն, որ արժի բան, պատրաստ ենք համագործակցել։ Եթե չեղավ այդ բոլոր հնարավորությունները, ապա մենք գնալու ենք ընտրություններին ինքնուրույն։ Ինքնուրույն ձեր կուսակցությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եթե նույնիսկ կներեք, եթե նույնիսկ այնպես լինի, որ մեր կուսակցությունը չգրանցվի, մենք տարբերակներ ունենք։ Ձեր կգտնեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։